Բարև սիրելիներս, այսօր կընթերցենք գեղեցկուհին և հրեշը շատ հայտնի հեքիաթը։ Այս հեքիաթը ունի մի քանի տարբերակներ։ Այսօր կծանոթանանք այդ տարբերակներից մեկին, ավելի կրճատ տարբերակը։ Գնացինք։ Վաղուց, շատ վաղուց մի հարուստ վաճառական էր ապրում իր կնոջ և 3 աղջիկների հետ։ Վաճառականի կրտսեր դուստրը գեղեցկուհին, 3 երեխաներից ամենից գեղեցիկն ու անուշիկն էր։ Նա նաև շատ բարի սիրտ ուներ։ Վաճառականը շատ էր սիրում աղջկան։ Օրերից մի օր վաճառականի տունը հրդեհվում է։ Ընտանիքի անդամներն իրենց կյանքը փրկելու համար տնից դուրս են նետվում, իսկ տունը ողջ ունեցվածքի հետ միասին վերածվում է մոխրի։ Վաճառականը նոր գործի փնտրտուքով մեկնում է ճամփորդության, բայց մոլորվելով անտառում հասնում է մի դղյակի։ Նա ներս է մտնում և ոչ ոքի չտեսնելով որոշում է գիշերն այնտեղ անցկացնել։ Ներսում մի մեծ սեղան կար, համեղ ուտեստներով, և վաճառականը հաճույքով ընթրում է։ Այնուհետև գնում է ննջարան և քնում փափուկ անկողնու մեջ։ Հաջորդ օրը դղյակից դուրս գալիս վաճառականն այգում գեղեցիկ վարդեր է տեսնում։ Նա մի վարդ է քաղում իր դստեր գեղեցկուհու համար, բայց դղյակը պատկանում էր հրեշին, և նա տեսնելով վաճառականին վարդը քաղելիս, բարկացած մռնչում է։ Վաճառականը սարսափահար բացատրում է, որ վարդն իր դստեր գեղեցկուհու համար է քաղել։ Եթե ուզում ես կյանքդ խնայեմ, ուղարկիր աղջկադ այստեղ, դղյակում ապրելու, ասում է հրեշը, և վախեցած վաճառականը համաձայնում է։ Հրեշը նրան բաց է թողնում, և վաճառականը գնում է իր ճանապարհով։ Տանը ծանր սրտով նա գեղեցկուհուն ամեն ինչ պատմում է այդ սարսափելի իրադարձության մասին։ Բայց գեղեցկուհին ասում է. «Սիրելի հայրիկ, պահիր քո խոստումը և տար ինձ այդ դղյակը»։ Երբ նրանք հասնում են դղյակ, դահլիճով անցնում են ճաշասենյակ և տեսնում, որ խմիչքներով և բազմազան ուտելիքներով լի սեղան է գցված։ Հայրն ու դուստրը վայելում են ուտելիքը, իսկ հրեշը դուրս է գալիս նրանց ողջունելու։ Գեղեցկուհին սարսափահար է լինում տեսնելով նրան։ Նայելով գեղեցկուհուն, հրեշը հարցնում է. «Դու պատրաստ ես մնալ այստեղ ինձ հետ»։ Գեղեցկուհին դողդողացող ձայնով պատասխանում է. «Այո, պատրաստ եմ»։ «Քո հայրը կարող է տուն գնալ, քեզ ոչ մի վտանգ չի սպառնում», ասում է հրեշը։ Վաճառականը տխուր լքում է դղյակը։ Հրեշը գեղեցկուհուն տալիս է այն ամենը, ինչի կարիքը նա ուներ։ Նաև տալիս է կախարդական հայելի, որով աղջիկը կկարողանար տեսնել իր ընտանիքին։ Օրերից մի օր գեղեցկուհին հայելու մեջ նայելով տեսնում է, որ հայրը հիվանդ է ու մահամերձ։ Նա գնում է հրեշի մոտ և լաց լինում։ «Խնդրում եմ, թույլ տուր տուն գնամ»։ Հրեշը թույլատրում է, իսկ գեղեցկուհին խոստանում է, որ կվերադառնա մեկ շաբաթվա ընթացքում։ Հայրը տեսնելով աղջկան ուրախանում է և շատ արագ ապաքինվում։ Գեղեցկուհին մոռանում է հրեշի ու նրա դղյակի մասին։ Բայց մի գիշեր սարսափելի երազ է տեսնում։ Երազում հրեշը շատ հիվանդ էր։ Գեղեցկուհին վերադառնում է դղյակ և տեսնում հրեշին այգում ընկած։ Արցունքներն աչքերում, երբ նա համբուրում է հրեշին, վերջինս ինչ-որ կախարդանքով գեղեցիկ արքայազն է դառնում և ասում. «Այսքան տարիներ ես անեծքի տակ էի և կարող էի ազատվել միայն այն դեպքում, երբ ինչ-որ մեկը սիրահարվեր ինձ։ Ես հիմա ազատված եմ անեծքից, որովհետև դու իսկապես սիրում ես ինձ»։ Եվ այսպես նրանք ապրեցին ուրախ ու երջանիկ։ Ահա սա էր գեղեցկուհի և հրեշի ավարտը, սիրելիներս։ Եթե ուզում եք այլ ավելի հետաքրքիր հեքիաթների ծանոթանանք միասին, բաժանորդագրվեք իմ ալիքին և սեղմեք զանգակ կոճակը։ Ցտեսություն, կհանդիպենք։